Սիրելի թիմակիցներ, քարոզարշավը սկսել է։ Մենք լուրջ աշխատանք ունենք կատարել բոլորս միասին, իհարկե մեծ աշխատանք կատարել ենք, կազմել ենք ամենակարևորը ծրագիրը, ոչ թե մենք ենք կազմել, այլ ժողովուրդն է կազմել, ամեն մեկ իր ոլորտները ներկայացրել է, իսկ մեր լավ մասնագետները կարողացել են դրանց լուծումները կազմել։ Ժողովուրդը հոգնել է, հայոյելուց, ցեղ շպրտելուց, իրար վիրավորելուց։ Ժողովուրդը ուզում է, որ իրենց խնդիրները լուծվի, իրենք զգան գնահատված են, պաշտպանված են եւ իրենք կարողանում են իրենց հոգսերը հոգալ, իրենց խնդիրները կարգավորել։ Այսօր մենք պատրաստ ենք դրան։ Դուք բոլորդ միասին գիտեք, որ մենք ունենք լավ թիմ, ունենք լավ համակիրներ, ունենք լավ ծրագիր, այնպես որ միայն մնում է մեզ, որ մենք կարողանանք այս կարճ ժամանակահատվածում Հայաստանով մեկ գյուղերով, քաղաքներով, վարչական շրջաններով, տարածքներով տեղյակ պահենք ժողովրդին, ներկայացնենք խնդիրը, պրոբլեմը, մեր ծրագիրը, նորից խնդիրներ կարող է լինեն, որ դա նույնպես մենք ներառենք մեր ծրագրերի մեջ եւ դա իրականություն դարձնենք։ Ես շրջելով տարածքներում տեսնում եմ, ժողովրդին ոչ մի բան չի հետաքրքրում է իր ճակատագիր, իր գործը, իր ընտանիքին պահելու, իր հոգսերը հոգալու եւ երկրին խաղաղություն լինելու համար։ Դրա համար մենք մեծ աշխատանք ունենք կատարելու, որ դուք այսօրվանից Հայաստանով մեկ, ամեն մեկը ինչ լսել եք, ինչ տեսել եք, ինչ որ մենք իրար հետ քննարկել ենք միասին, պետք է դա ներկայացնենք մեր ժողովրդին։ Այսօր ժողովուրդը ավելորդ բան չի ուզում։ Հանդիպեք, լսեք ուշադիր, ջերմ, հարգալից, մարդիկ դա կարոտել են, դա կարիք ունեն։ Մենք պետք է լինենք շատ հարգալից մեր մրցակիցների հանդեպ, որից է մեկին վիրավորել, ցեղ շպրտել չի կարելի։ Դա հարգանք է մեր ժողովրդի հանդեպ, այոել չի կարելի։ Եթե որևէ մեկը մեզ քննադատի, դուք ուշադիր լսեք, եթե դա իրոք այդպես է, մենք պետք է դա ընդունենք։ Իսկ եթե չէ, ուրեմն պատասխանենք այնպես, ինչպես որ իրենք արժանի են, եւ ոչ թե մեկը այլ ամբողջ թիմով կապ չունի ում ավերաբերվում։ Սա ընտանիք է, միասնական, մենք երբեք թույլ չենք տա որևէ մեկին վիրավորել։ Մենք լիարժեք կատարում ենք մեր գործը, ծանոթ ենք, տեղյակ ենք, ներկայացնելու ենք եւ այսօր կարող եմ ասել, թե մեր կուսակցության կարգախոսը երաշխավորած խաղաղություն, բարգավաճ Հայաստան, բարեկեցիկ կյանք։ Միշտ ամեն տարի մայիսը մեր ժողովրդի համար եղել է հաղթանակների հպարտության օր, որ միշտ նշել ենք, հպարտացել ենք, բայց այսօր այդ հաղթանակներն տարել են մեզնից, վերցրել են մեզնից, բայց ամենակարևորը այսօր մենք ունենք մայիսում օր, որը լույսի հույսի օրն է, դա մեր դպրոցականների վերջի զանգն է, մենք այնպես պետք է կազմակերպենք, որ այդ վերջի զանգը լինի մեր ազգային վերածնունդի առաջին զանգը։ Պատմության մեջ հիշելով, որ վերածննդի առաջին զանգը դպրոցականների վերջին զանգն ենք համարում, որ դա պատմության մեջ ընդգրկվի, որ դրանով մենք կարողանանք հունիսի 7-ին մեր նպատակները, ցանկությունները, ծրագրերը, որը ներկայացրել ենք իրականացնենք, որ լինի երաշխավորած խաղաղություն, բարգավաճ երկիր եւ բարեկեցիկ կյանք։ Այս տարի որոշ դպրոցականներ գնալու են ընտրության, իրենց ընտրությունն են կատարելու։ Նրանք մտնում են նոր կյանք, մենք պետք է այնպես անենք, որ իրենց կարողանանք ապահովել երաշխավորած խաղաղություն, տնտեսական զարգացում, բարգավաճում։ Ամենակարևորը այդ բոլորը մենք պետք է անենք եւ հաղթարենք խեղճությունը, հաղթահարած հանձնենք իրեն, որ մեր երիտասարդությունը, ուսանողությունը կարողանա դուրս գա այդ խեղճությունից, այս ներքին թշնամանքից եւ ապահովված լինի, երաշխավորված լինի եւ խաղաղությունը եւ զարգացումը։ Աննարին ոչինչ կա ժողովուրդ, հարկավոր է միասնական, իրար կողքով, իրար հարգել, իրար գնահատել, իրար կողքի լինել եւ մեր ծրագիրը հանրությանը ներկայացնել, որ նրանք մասնակցեն ընտրություններին եւ կարողանան հունիսի 7-ին մեր ներկայացած, մեր պատկերացած ծրագիրը կյանքի կոչենք, որ ունենանք երաշխավորած խաղաղություն, բարգավաճ Հայաստան եւ բարեկեցիկ կյանք մեր ժողովրդի համար։ Շնորհակալություն։ Աստված պահապան մեր բոլորին։
երբ սկսվում էր առաջարկ Հայաստանին նախագիծը, օդում կախված էր մի մեծ հարցական։ Իսկ սա արդար է լինելու։ Այսօր ես այստեղ կանգնած եմ այդ հարցի պատասխանը իմ ձեռքին պահած։ Սա պարզապես թուղթ չէ։ Սա մեր երիտասարդների առաջարկների հավաքածուն է, որը տպագրվել է, սա փաստ է, որ երիտասարդի ձայնը լսելի է դարձել։ Պարոն Ծառուկյան, ձեր կողմից տրամադրված հարթակը մեզ համար ուղղակի հնարավորություն չէր։ Դա մի ռևոլյուցիոն քայլ էր, որը ուղղված էր մեր սերնդի ներուժի բացահայտմանը։ Դուք ցույց տվեցիք, որ երբ առաջնորդը հավատում է երիտասարդին, այդտեղից էլ սկսվում է հենց պետության վերելքը։ Շնորհակալ ենք ձեզ, որ դուք ոչ միայն լսեցիք, այլև հավատացիք այս սերնդին։ Դուք ձեր իսկ օրինակով մեզ ցույց տվեցիք, որ հայրենիք չեն սիրում բաժակաճառերով ու խոսքերով։ Հայրենիքը սիրում են գործով։ Ու ես այսօր այստեղից ուզում եմ հայտարարել. մենք ոչ միայն համարձակվեցինք երազել փոփոխության մասին, այլ մենք այսօր արդեն իսկ սկսել ենք այդ փոփոխությունը։ Մենք վստահ ենք, որ մենք մեր թիկունքին ունենք հզոր և ամուր հենարան, ու մենք միասին ենք կերտելու բոլորից երազած բարգավաճ Հայաստանը։ Շնորհակալություն։ Եկեղեցու սանգը մեր ձայն է, խաչի լույսը մեր ճանապարհ։ Ուզում շնորհակալությունս հայտնել պարոն Ծառուկյանին եւ ամբողջ Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամներին։ Անկեղծ ասած, ձեր առաջ գործը ավել է, քան ես պատկերացրել եմ, որ կլինի պատերազմից հետո։ Առանձնահատուկ իմ շնորհակալությունը հայտնում եմ պարոն Ծառուկյանին, մեր պատերազմում վիրավոր տղաներին հասել են ձեր խոսքերը, որ առաջադիմությունը հանձնում եք մեզ հատեսի գագաթին հայտնվելու համար։ Շատ շնորհակալ ենք ձեզ, որ տվել եք իմ ազգին այդ հնարավորությունը, որ այսօր մենք կարողանանք հանգիստ կանգնենք այս հողին ու հանգիստ չմտածենք մեր վաղվա ապագան վատ կլինի թե լավ։ Մենք վստահ ենք, որ լավ է լինելու ու ձեր օգնությամբ պետք է լինելու։ Ջերմ ծափահարենք Սերգեյին ու Սերգեյի ընկերներին, ովքեր անկախ ստացած վիրավորումներից ու դժվարություններից չեն ընկճվել, չեն ընկրկել ու այսօր էլ պայքարում են հանուն Հայաստանի լուսավոր ու խաղաղ օրվա։ Շնորհակալություն ձեր հերոսության համար։ Ես երիտասարդ եմ, ով շուրջ 10 տարի առաջ մի որոշում կայացրեց՝ համալրել Բարգավաճ Հայաստան կուսակցության շարքերը։ Ուրախ եմ եւ հպարտ այդ որոշման կայացման համար։ Եվ մենք շատ ենք լսում երիտասարդներս, որ մենք ենք վաղվա օրվա տերերը, մեր որոշումներով, մեր նախաձեռնություններով, բայց դա միայն խոսք չի, դա պատասխանատվություն է։ Եվ ուզում եմ դիմել այս ամբիոնից իմ ընկերներին, երիտասարդներին, եկեք միասնաբար վերջ տանք մեր երկրում տիրող անտարբերությանը, օրինակ ծառայենք եկող սերունդներին։ Եվ հունիսի 7-ին միասնաբար բոլորս գնանք ընտրատեղամաս եւ կատարենք մեր որոշումը։ Եվ բոլորս միասին կերտենք մեր Բարգավաճ Հայաստանը։ Շնորհակալություն։ Այսքան ժամանակ մեր կողքին կանգնած է եղել պարոն Գագիկ Ծառուկյանը, հավատալով, ուժ ներշնչելով, որ մենք Արցախի երիտասարդներս կարող ենք այստեղ արարել, ստեղծել։ Մենք արցախցի երիտասարդներս նույնպես կանգնած ենք պարոն Գագիկ Ծառուկյանի կողքին։ Մեր գիտելիքով, հավատքով ու նվիրվածությամբ մենք ուզում ենք դառնալ այն ուժը, որը կկառուցի մեր վաղվա Բարգավաճ Հայաստանը, որովհետև իրական ուժը դա հենց միասնության մեջ է։ Շնորհակալություն։ Տարիներ առաջ, երբ որ մեր հայրենիքում բարդ ժամանակներ էին, ես կողքից դիտում էի իրադարձություններին եւ մտածում էի, որ ոչինչ չեմ կարող փոփոխել։ Ինձ թվում էր, որ իմ ազդեցության շղթան շատ փոքր է, բայց ես սխալվում էի։ Մենք չպետք է միայն խոսենք, մենք պետք է գործենք։ Մենք չպետք է միայն հուսանք, մենք պետք է որոշենք։ Այսօր եւ վաղը հայ երիտասարդ քո ձեռքերում է։ Եվ եթե դու որոշես, ամեն ինչ կարող է փոփոխվել։
Սա մեր հայրենիքն է, եւ մեր հայրենիքը սկսվում է մեզանից։ Բարոն Գավազյան, շատ ոգեշնչող կարողացել երիտասարդների համար, ասեք թե ինչ անակնկալ եք պատրաստել մեր շրջանավարտներից։ Այսօր չեմ ասել։ Անակնկալ օրը գա, այո, Շատ